Ամենայն հավանականությամբ կարդացել եք վիդեոյի վերնագիրը իդեալական գործարքի կետեր, անցել եք վիդեոն դիտելու, որպեսզի հասկանաք որոնք են դրանք, որպեսզի կիրառեք, ստանաք մեծ պրոֆիտ, մեծ եկամուտ, սակայն ընկերներ ջան, ասեմ, որ իդեալական գործարքի կետեր գոյություն չունեն։ Ուրեմն եկեք անցնենք առօրյային զույգերին, տեսնենք որտեղ հիմ սիտուացիա կա, բացենք գործարքներ, քեչինգ ստրատեգիայով, այդ իսկ պատճառով մեզ պետք է ակտիվ հոսանք դեպի վերև կամ դեպի ներքև։ Բավականին լավ սիտուացիա է, ընկերներ ջան, ուրեմն տեսեք, տվյալ առօրյային զույգում տեսեք եկես մեծ գլոբալ թրենդի ստրուկտուրան հասկանանք, դեպի վերև ակտիվ շարժա տեղի ունենում, դեպի ներքև կարեկցիա ամենայն հավանականությամբ գլոբալ թրենդային թեքին, որից հետո կրկին դեպի վերև ակտիվ շարժա տեղի ունենում։ Կարեկցիան ավարտվել է, գինը ակտիվ դեպի վերև շարժվելու է, գումարած դրա նախքին մաքսիմումը թալմացրել է, եղել է այս ուռովենի պրաբո ուղությամբ շարժվելու է։ Հիմա եկեք գանք գրաֆիկի լոկալ մասին, ընկերներ ջան։ Լոկալ մասում տեսնում եմ ես, որ գինը ունի ոչ էական թրենդային թեք, ովքեր որ չգիտեն որն է ոչ էական թրենդային թեքը, YouTube-ում փնտրեք Dow-ի թեորեմ վերնագրով վիդեոն տեսեք ու կհասկանաք։ Ուրեմն այստեղ ոչ էական թրենդային թեք ունենք, որին ընկերներ ջան գինը մոտենում է 1 րոպեանոց կարեկցիաներով պլյուս մինուս այստեղ տեսնում եք։ Ուրեմն լոկալ մասի ստրուկտուրան եւս որոշել ենք, անցնում ենք async time frame-ի, որպեսզի տեսնենք գնի տատանումները ավելի դետալորեն, մոմի վերջին 10-15 վայրկյանների ընթացքում տեսնում ենք ակտիվ արքի շարունակություն, բացում ենք գործարք վստահ դեպի վերև։ Ընկերներ ջան, ուրեմն իդեալական գործարքի կետեր գոյություն չունեն։ Իդեալական է համարվում այն գործարքը, ես ասում եմ կոնկրետ բազում թրեյդերների կողմից, որն է համարվում այդպես, եւ իմ կողմից ինչու՞ չէ։ Իդեալական է համարվում այն գործարքը թրեյդինգում, որը որ պլյուս է, որը որ բացել եք ու պլյուս է եղել ընկերներ ջան։ Այդ գործարքը պլյուս է, ընդ որում ասեմ, որ էական չէ, փակվել է վերջին վայրկյանին, փակվել է մի պունկտ տարբերությամբ, պլյուս դա բացարձակապես էական չէ, ընկերներ ջան։ Իդեալական գործարքներ ասելով, եթե հասկանում եք այն կետերը, որտեղից որ բացել եք ու գինը, չգիտեմ, այստեղից բացել եք, այստեղից փակվել է, իդեալական դեպի վեր շարժվել է ու պլյուս է եղել, սենց մեծ պունկտերով, դուք դա համարում եք իդեալական պլյուս, ասեմ, որ ընկերներ ջան, միշտ չէ, որ նման սիտուացիաներում ու նման շատ ձեր բացված գործարքի կետից շատ պունկտերով գինը երբ շարժվում է վերև կամ ներքև ու պլյուս եք փակվում, դա ուրեմն իդեալական պլյուս էր, իդեալական գործարք էր։ Ոչ, ընկերներ ջան, քանի որ թրեյդինգը ինքը ճիշտ է շատ հետաքրքիր եւ շատ ունիկալ հարթակ է, մասնագիտություն է, սակայն լի է պարադոքսներով։ Այդ պարադոքսներից մեկը նա է, որ միշտ չէ, երբ գործարքը բացել ես ու պլյուս է եղել, ուրեմն անալիզը ճիշտ է։ Եվ հակառակը միշտ չէ, երբ գործարքը բացել ես մինուս է եղել, ուրեմն անալիզը սխալ է։ Պարադոքսներից մեկը նաև այն է, երբ ընկերներ ջան, դուք օրինակ հնչում է այսպես պարադոքսը, որ թեք ճանապարհը թրեյդինգում այնուամենայնիվ ուղիղ չէ, նպատակակետին չի հասցնում, այլ դա լաբիրինթ է, ձեզ շփոթացնում է, ընկերներ ջան։ Լավ, ինչևէ, ուրեմն ընկերներ ջան, տեսեք, տվյալ կետից ես բացեցի գործարք վերջին վայրկյանին, չգիտեմ, մի քանի պունկտ տարբերությամբ իմ գործարքը փակեց մինուս։ Դա չի նշանակում, որ ես ինչ-որ մի բան սխալ եմ արել, ընկերներ ջան։ Նամանավանդ տվյալ սիտուացիայում, երբ ամեն ինչը ակնհայտ երևում է, նույնիսկ կրկնակի անալիզ անելու կարիք չկա, ամեն ինչը ճիշտ ենք այլ, ուղղակի սա շուկա է, այստեղ միաժամանակ ձեզ հետ միասին ահռելի քանակությամբ թրեյդերներ, բանկեր, փոխանցումներ, չգիտեմ, որևէ հիմնադրամներ աշխատում են ձեզ հետ միասին ու նորմալ է, կարող են լինել տատանումներ, կարող են ձեր գործարքները մինուս փակվել։ Ուղղակի դուք պետք է ունենաք գիտելիքների պաշար, որպեսզի կարողանաք ցանկացած սիտուացիայից ճիշտ դուրս գալ։ Տեսեք, առաջին դագոնս եւս մինուս է փակվում, ես հիմա ստիպված եմ արդեն բացել երկրորդ դագոն, քանի որ նախկին երկու կետերը արդեն իսկ եկեք այստեղից նույնիսկ վստահ եմ, որ տվյալ գործարքը պլյուս է լինելու, դա համար բացում եմ
կրկնակի գործարք, որպեսզի մեկ գործարք էլ բացեմ ու ավարտենք ընկերներ ջան աշխատանքային սեանսը։ Նախորդ երկու սիտուացիաներում դեպի վերև ակտիվ շարժը կար գնի մոտ, սակայն գինը դեպի վերև չէր շարժվում։ Մոմերը այստեղ ամենայն հավանականությամբ կամ փակվել են կարմիր կամ այսպես ոչ ձևավորված մոմ է։ Ամենայն հավանականությամբ արդեն տվյալ կետից ես վստահ եմ, որ գինը ուղղակի ակտիվ պետքա շարժվի վերև, շատ ակտիվ։ Բայց ընկերներ ջան, ես չեմ համարում այս կետը, այս գործակները իդեալական։ Իդեալական կլինի, երբ որ պլյուս փակվի, սակայն իդեալական գործարքի կետեր, եթե ես հիմա օրինակ փորձեմ բացել գործարքներ միայն տվյալ սիտուացիաներում, այսինքն մուտք գործեմ շուկա, սպասեմ, երբ կլինի երկու ակտիվ դեպի վերև շարժ, որից հետո գինը չի շարժվի դեպի վերև, դրանից հետո կիջնի դեպի նախև, բացեմ այդ կետից ակնկալելով իդեալական գործարք եւ իդեալական պլյուս։ Ոչ ընկերներ ջան, նման բան գոյություն չունի, նման ոչ փորձ, ոչ պրակտիկա գոյություն չունի, եթե փորձում եք դրա վրա ժամանակ ծախսել, ասեմ, այդ ամեն ինչի միջով անցել եմ, դրա վրա ժամանակ ծախսել պետք չի։ Իդեալական են համարվում այն գործարքները, որոնք որ պլյուս են մտել։ 2-1 հիանալի ընկերներ ջան, այստեղից պլյուսը վերցրեցինք Տելեգրամյան ալիքնա, որտեղ որ ամենուր կիսում եմ իմ գործարքներով, գործարքներից հետո ընկերներ ջան տալիս եմ ամեն գործարքի բացատրությունը, ինչու բացեցի գործարքի անալիզը ընդհանուր տալիս եմ ընկերներ ջան։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ դիտեցիք, հուսով եմ հետաքրքրեց, ձեր բազոն հարցերի պատասխանը տվեց իմ այս վիդեոն, եթե կլինեն հարցեր, կրկին կարող եք գրել ինձ, մեծ սիրով կպատասխանեմ։ Բաժանորդագրվեք ալիքին, հաջողություն։